Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր մարտի 27 Մոտեցեք Աստծուն և նա կմոտենա ձեզ Հակոբոս 4:8 խոսք Որքան մենք մոտենում ենք Աստծուն, այնքան ավելի զարմանահրաշ կերպով է նա իրեն հայտնում մեզ։ Երբ անառակ որդին գալիս է հոր մոտ, հայրը վազում է նրան դիմավորելու։ Երբ կորած աղավնին վերադառնում է տապան, Նոյը ձեռքը մեկնում է նրան իր մոտ քաշելու համար։ Երբ քնքուշկինը փնտրում է իր ամուսնու ընկերակցությունը, նա գալիս է նրա մոտ սիրո թևերով։ Այսպիսով, սիրելի բարեկամ, եկեք մոտենանք Աստծուն, ով այդքան քնքշությամբ սպասում է մեզ, այո, նույնիսկ առաջ է գալիս մեզ դիմավորելու։ Երբևէ նկատել եք Եսայի մարգարեության 58-րդ գլխի 9-րդ խոսքը։ Տերը այստեղ պարզ է դարձնում իր հասանելիությունը իր ժողովրդի համար ասելով. «Ահա ես»։ Կարծես ասում է. «Ինչ ես ուզում ինձ ասել։ Ինչպես կարող եմ օգնել քեզ։ Ես սպասում եմ քեզ օրհնելու համար»։ Ինչպես կարող ենք մենք տատանվել նրան մոտենալու հարցում։ Աստված մոտ է ներելու, օրհնելու, մխիթարելու, օգնելու, վերակենդանացնելու և ազատելու համար։ Թող որ մեր գլխավոր փափագը լինի Աստծուն մոտենալը, երբ դա անենք, ամեն ինչ արած կլինենք։ Եթե մոտենանք ուրիշներին, նրանք շուտով կարող են հոգնել մեզանից և լքել մեզ, բայց եթե մենք միայն Տիրոջը փնտրենք, նրա նպատակը չի փոխվի և նա կշարունակի ավելի ու ավելի մոտենալ մեզ, ավելի լիարժեք և ուրախ հաղորդակցության միջոցով։